Երևանից եմ եկել, այսօրվա կապակցությամբ եմ եկել եմ արդեն պարզա ժողովրդի հետ եմ եկել, ոնց որ ասում են, եկել ենք ճշտի հետևից։ Ո՞րն է ճիշտը։ Ճիշտը այն է, որ լսում եք ինչ են ասում։ Ուրեմն պետք է մեր եկեղեցին իրականից մաքրվի ամեն ինչից։ Ինչ եղել այս 35-40 տարիների ընթացքում պետք է մաքրվի։ Մարդկանց մոտ կորել է հավատը։ Գիտեք ինչի, քանի որ երկար տարիներ եկեղեցին իրոք իրան ճիշտ չի դրսևորել իր արարքների համար, էլի։ Այսօրվա այս ամբողջ այս ժողովուրդը այնտեղից որ գոռում են, ինչ որ ասում են, ժողովուրդը շատ բան գիտի։ Մարդ եթե մտնում է մի հատ քառակուսի վանդակի մեջ ու մենակ ինքը հրամաններ է տալիս, մենակ դրանով չի վերջանում ամեն ինչը։ Մի քանի բան կասեմ, եկեղեցին առաջինը, մեր սրբությունը, որով մենք շատ վաղուց ապրել ենք, գոյատևել ենք, ճիշտ է, մեր եկեղեցու շնորհով է, բայց գոյություն ունի պետություն։ Մի հատ ձեզ հարց տամ, ես չգիտեմ, էլի, ճիշտ է հարցս թե սխալ, այս մեր եկեղեցին որտեղ է գտնվում։ Հայաստանի պետության մեջ, թե Թուրքիայի։ Կամ ասենք, մենք մեր սրբությունը գտնում ենք մեր պետության մեջ, չէ՞։ Վերջիվերջո պետք է պետությունը կարգավորիր է երկրի մեջ եղած ամեն հարցերի շուրջ պետք է ինքը զբաղվի, չէ՞։ Ասենք մի վերցնենք, եթե եկեղեցին առանձնացել է իրան, ասում է ես առանձին պետություն եմ ու չեմ ենթարկվում երկրի պետությանը, Հայաստան պետությանը։ Չի կարելի տենց։ Չի կարելի միանշանակ։ Այսինքն միացել եք 10 եպիսկոպոսներին եւ կարծում եք, որ գործընթացը այլընտրանք չունի։ Տեսեք, ես sense մի բան ասեմ։ Ես եկեղեցիական կանոններից շատ չեմ հասկանում, բայց կարամ մենակ մի բան ասեմ։ Եթե եկեղեցու մեջ գոյություն ունեն 10 եպիսկոպոսներ, որոնք իրոք գտել են, իրանք էլ են սխալներ ունեցել, իրանք էլ են ինչ-որ ճանապարհներով սխալ գնացել, բայց երբ որ իրանք արդեն այսօր զգոն են դառել այդ հարցի շուրջ, որ պետք է մաքրվի, պետք է իրանք էլ իրանց մեջ գտնեն են մաքրությունը, մաքրվեն են ամեն ինչից, որ տեղեր կա, որոնք որ սխալ են եղել, ես այո, կանգնած եմ իրանց կողքին։ Քանի որ գիտեք ինչ կա, Հիսուսը, որ Մայրամին դարձրեց նորից կույս, մենք պետք է գնանք դրա հետևից։ Չգիտեմ ճիշտ բացատրում եմ թե չէ, այսինքն դա ինչ կատարվեց։ Մայրամը ինչ էր որ եղած լիներ, Հիսուսը զգաց, որ Մայրամը ընդունեց իր սխալները եւ գնաց դեպի իր հետևից, ինքը նորից Մայրամին դարձրեց կույս։ Եվ դրանով մենակ մենք արանք հասկանանք, որ եթե մարդ խաղում է իր մեղքերը, մենք ասում ենք գնանք եկեղեցի, կատարենք մեր մեղքերի խաղությունը, չէ՞։ Բոլորս էլ մեղքեր գործել ենք, բայց այսօրվա դրությամբ, եթե օրենք կա, տան մեջ, սովորական մենք որտեղ որ ապրում ենք, մեր մեծը, ասենք հայերն է, մերն է, այդ տան գլխավորն է, չէ՞։ Ինքը եթե իր տան մեջ ճիշտ չապրի, օրենքները ճիշտ չդնի, այդ տունը կլինի օրենք, չի լինի, չէ՞։ Դրա համար ուրեմն պետք է հենց ինքը գլխավորը ճիշտ լինի, մաքուր լինի, որ կարողանա իր ընտանիքի անդամներին բոլորին իր տեղը դնի, մեկին կարգալույծանի, մեկին, բայց եթե ինքը խախտում անձամբ խախտում է օրենքի կանոնները, այսպես ասեմ, եկեղեցիական օրենքի կանոնները խախտում է, ոնց կարա դա ընդունելի լինի։ Դաժե ինքը թողը սենց վերլուծի։ Ինքը կարա ինչ որ մի եպիսկոպոսի ասի դե լավ, եթե սենց է, ոչինչ, տենց էլ կլինի։ Եթե դες կնել մենք ասենք էլ մենք ეხեն գնում քրիստոնոսի այդ քարոզների հետևից, աղոթների քարոզում քրիստոնեություն, ինչ քրիստոնեություն, ցավը չկա դες բան։ Բայց մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում համառորեն չի ուզում հեռանալ կաթողիկոսը, թեև այս գործընթացների։ Ուրեմն անձնական որպես մարդ բոլորին արգում սիրում եմ, քան որ իմ այ ժողովրդի զավակն եմ։ Իրանց այդ անձնական ոչ մի խնդիր, ոչ մի վատ բան չեմ ասում այն ինչ որ կա իրոք գոյություն ունի։ Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ ու ուզում եմ, որ բոլորս ամերաշ ապրենք մեկ մայր Հայաստանում, բայց պետք է մենք մաքրենք մեր Հայաստանն էլ, մեր եկեղեցին էլ ու աշխատենք արդեն սովորել, որ օրենք գոյություն ունի։ Մենք կիրառենք մեր օրենքները ու մեր օրենքներով էլ շարժվենք։ Եթե մենք օրենքներ ընդունում ենք, պետք է լինենք օրինապաշտ։ Դա կլինի եկեղեցում, կլինի տանը, կլինի քաղաքականության մեջ, թե կլինի ընդհանուր ամբողջ Հայաստանի մեջ։ Մի դրա համար ես գտնում եմ մարդիկ պետքա գան արդեն այն բանին հասնեն, որ իրանք եւս զգան, որ այո, եթե իրանք քարոզում են այս քրիստոնեություն, քարոզում են եւ Քրիստոսը ինչա քարոզել, որ եթե դու սենց բան ես արել, ուրեմն չպետք է լինես դա։
Չպետք է լինես, ուրեմն ինքը պետք է հակամա ասի ժողովուրդ ջան կներեք, ինչ եղել է, մենք էլ ժողովուրդս կներենք, իհարկե իր անձի հանդեպ ոչ մի վատ բան ես լիշնի չունեմ, բայց ամեն դեպքում ժողովուրդը կների, քանի որ մեր ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է ու կհասկանա։ Ու ինքն էլ կարա հենց դաժե այդ գործին սկիզբ դնի, իր հետ էլ մաքրեն մարդկանց, ովքեր ճիշտ տեղում չեն գտնվում, եւ եկեղեցին ազատվի ու մենք էլ կարանանք արդեն հանգիստ ապրենք, իմանանք, որ երկրում օրենքներ են արդեն դրվում, իսկ եթե մենք չհետևենք դրան, արդեն շատ սխալ բան կլինի եւ մեր երկիրը լավորի չի գա, հաստատ։ Տարբերակ չունի։ Ես չէի ասի, որ տեսեք, եթե մենք գալիս ենք մի սրբավայր, աղոթում ենք, բայց անկախ մեր գիտակցությունից, չէ, պրոստը հենց այնպես մի հատ չհասկացող մարդ էլ բերենք, ասենք, գիտես ինչ կա, այս շատ կներեք արտահայտություն, թողնեցներ են էլ, ասենք, այս տերդերը տերդեր չի, պրոստը տերդեր է։ Ինքը չի ասի, բա որ պրոստը տերդեր է, խեն գալիս այստեղ աղոթում։ Այս ուղղակին հենց էլի թողինձներ են բոլոր մեր տեր հայրերը, հա, բայց խոսքը տենց է գալիս։ Ասում ենք կամ ասես մի բան ասեմ, մենք կատարում ենք մեղքեր, չէ՞, գալիս ենք մեղքերի թողություն։ Գալիս ենք մեղքերի թողություն ու մոտ ցավը տանում։ Ով քոր մեղքեր են գործում։ Դուք ո՞նց եք ընդունում դա։ Իսկ հարցը կուսակցության ուղտն է, թե ավելի Կուսակցության ուղտը եւ դրանից արդեն տեսեք, ուրեմն եթե մի տեղ կա սխալ, այդ սխալի շարունակությունները բոլոր տեղ կա։ Հավատացած եղեք։ Գիտեք, չէ, դաժե պաշտոնական դիրքերում էլ, եթե մի պաշտոնյա արդեն կատարում է կոռուպցիա կամ մի խախտում է կատարում ու իր մասին գիտեն, ինքը չի կարա արդեն կառավարի իր ներքին ստորադաս մարդկանց։ Չի կարա, քանի որ միշտ դեմ կտանք, ասեն այ դու սենց ես, բա դու ո՞նց ես, ու ինքը չի կարա այն մարդկանց պատժին նենց ոնց որ պետք է, բայց երբ որ ինքը մաքուր է լինում, այսինքն վարքյաների ընթացքում ինքը կարա այդ ամեն ինչը կարգի բերի, կառավարի եւ դա կյանքի օրենքն է։ Այդքան բան կարամ ասեմ։ Մնացածը անխուսափելի է, եթե ժողովուրդը իխելքի, տեսեք, ուրեմն ժողովուրդը հավաքվել են, ոչ մի բանից կարող է մարդիկան տեղակ չեն։ Պրոստո հենց եկել, բայց ես միտումնավոր եկել եմ, որ տեսնեմ ինչա կատարում ու ժողովուրդը ինչա որոշում։ Բայց կասեի, որ ավելի ճիշտ կներ, իրոք ձևավորվեր այնպիսի մտածելակերպ ու այնպիսի խումբ, որ իրոք ամեն ինչը հարթվեր շատ հանգիստ ձևով, չեմ ուզում, որ իմ հայ ժողովուրդը ինչ-որ միտեղ սենց իրար հանդեպ լարվածություն, սենց չուզողություն, իրար հանդեպ չգիտես ինչեր են, լսում եք, չէ ինչա կատարվում այստեղ, շատ վատ բան է, սա մեր ազգին էլ է շատ վատ բան, ու անձինս ինձ էլ, որ ես ազգի ներկայացուցիչ եմ, ազնվություն, լուրջ եմ ասում, Կիրանցի դեպքերը, որ սկսվավ, ես Ռուսաստանի Դաշնություն էի գնում, Սրբազան, Բագրատ Սրբազան էր, չէ, ուրեմն այդ արարողություններից մի ամիս հետո եմ գնացի, ասեցին տվել են Կիրանցը, ես իմ ընտանիքի հետ, իմ երեխեքի հետ գնում էի Ռուսաստանի Դաշնություն, գիշերվա ժամը 12-ին ասի պետք է հենց այդ սամանով գնամ, եթե տվել են թող ինձ էլ տանեն, եթե տանում են, գնացել ենք, ոչ մի բան չեմ նկատել, հանդիպել եմ այդ սամանակից, կանգնել ենք, հաց ենք առել, բան ենք առել, կանգնա խոսացել եմ, ասում եմ մենք մի շատ հանգիստ ենք, հետ գալուց նորից նույն ճանապարհով եմ եկել, արդեն լույսով, ու ամեն ինչ պարզ է դառել, որ դրանք բոլոր սուտ էին, սուտ, բուկվալի մի ամիս առաջ եմ գնացել, որ տենակ, չգիտեմ դու գնացել եք թե չէ այդ սամանը, գնացել եք, ահա, ուրեմն խորհուրդ կտամ որպես լրագրողի, այստեղ պետք չէր գար, ասենք շատ sense կարելի էր գնալ այնտեղ, այնտեղից մի հատ լուսաբանություն անել, ցույց տալ ժողովրդին, ժողովուրդը չգիտի ազնվությամբ ճիշտ եմ ասում, այ որ գնաք մի հատ այնտեղ, չէ, ունտեղ լուսաբանեք ժողովրդի հետ խոսակ, ասեք հիմա է լավ Կիրանցը, թե առաջ սրանից առաջ, հաստատ ես կասեմ, որ հիմա ժողովուրդը 100% ձեզ այնպես կընդունեն, ու դուք կտենաք ինչա կատարվում այնտեղ, բացառապես եկեղեցին մեր, եկեղեցին, որ գտնվում էր Ադրբեջանի տարածքի մեջ, հիմա դա տարածքը մերն է, ձեր անձեն աշկով կտենա, կարակ մոտիկանակ այդ եկեղեցուն, ինչ այնտեղ ձև չի էլի, որ չգնաք ու չտենաք ինչա կատարվում, բայց ասենք Սրբազան էլա մտավ քաղաքականության մեջ, դա ինչ էր դա,